Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում այսօր հյուրընկալել եմ քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Պարոն Վարդանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է, այնտեղ հանդիպում է ունենալու նաեւ Վլադիմիր Պուտինի հետ, նախագահ։ Ինչպես է գնահատում այցելությունը առհասարակ Մոսկվա, այս հանդիպումները, շփումները։ Պետք է նշենք, որ վարչապետը աշխատանքային այց է կատարել, պաշտոնական այց չէ սա։ Եվ նման այցերը այսօր անհրաժեշտ են հետևյալ բանի տեսակետից։ Առաջինը Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարել եւ այնպես անել, որ որևէ կենտրոն, որևէ պետություն Հայաստանը չդիտարկի որպես մի սուբյեկտ, որը իր դեմ ինչ որ քաղաքականություն է վարում։ Եվ որ իր հարաբերությունները այլ պետությունների հետ ուղղված չեն որևէ մեկի դեմ։ Ռուսաստան կատարվող այցերը իհարկե առանձնահատուկ են այն առումով, որ մենք շատ լավ հասկանում ենք, թե որտեղից են գալիս տարատեսակ ինֆորմացիոն հարձակումները Հայաստանի նկատմամբ։ Եվ նաև երկրորդ հանգամանքը Հայաստանը ունի տնտեսական կախվածություն Ռուսաստանից, թեև կարծում եմ բավականին այսպես դրական միտում կա այն առումով, որ առևտրաշրջանառության ծավալները իջնում են։ Շատերն ասում են, որ հա, բայց դա ոնց կարելի է դրական բան դիտարկել, բայց դա հենց դիվերսիֆիկացված քաղաքականության տրամաբանության շրջանակներում մենք պետք է դիտարկենք։ Բանն այն է, որ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը ահռելի մեծ է եղել եւ դեռևս կա։ Եվ դու չես կարող պահել կամ ավելացնել առևտրաշրջանառությունը օրինակ մի պետության հետ, որից այդ չափ կախված ես։ Բնականաբար հնարավորինս կարծում եմ պետք է իջեցնել առևտրաշրջանառության մակարդակը, չգիտեմ, ասենք տոկոսային առումով դժվար է ասել, թե քանի տոկոսի, ենթադրենք, ասենք 30%-ի, հա։ Եվ դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ այլ պետությունների հետ արդեն առևտրաշրջանառության մակարդակը դու կարողանում ես զգալիորեն մեծացնել, ծավալները մեծացնել։ Եվ դա արդեն կարող է բերել հավասարակշռման, այսինքն, երբ որ դու մի շարք պետությունների հետ ունես լավ, նորմալ, խորքային առևտրատնտեսական հարաբերություններ, եւ այնպես չէ, որ ինչ որ մեկի հետ շատ ավելին ունես, քան մնացածի հետ։ Հնարավորինս հավասարաչափ։ Բնականաբար մաթեմատիկական հավասարության այսպես մասին չի խոսքը այստեղ, բայց մոտավորապես հասկանում ենք, որ իսկապես այդ տրամաբանությունը դիվերսիֆիկացման սրան է ուղղված, այդպես պետք է լինի։ Հիմա բազմաթիվ հարցեր կան իհարկե քննարկելու, կապված նաև տարածաշրջանային խնդիրների հետ, կապված Թրամփի ուղու իմպլեմենտացիայի հետ։ Գիտենք, որ Ռուսաստանը այսպես ուներ հավակնություններ, չէ՞։ Այդ ճանապարհի հետ կապված, այո։ Եվ Թրամփի ուղին եւ ընդհանրապես Վաշինգտոնյան համաձայնությունները փաստացի Ռուսաստանի բացակայության, այսպես ասած, հա, պայմաններում են արվում եւ դա առաջի հերթին կարծում եմ, որ իհարկե Ռուսաստանի դիրքորոշումով էր պայմանավորված ընդհանրապես։ Ռուսաստանի վարվող քաղաքականությամբ էր պայմանավորված նաեւ, այսինքն ըստ էության այն տրամաբանությունը, որ առաջ էր քաշում Ռուսաստանը, ընդունելի չէր Հայաստանի համար։ Այն մեկնաբանությունները, օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարության, որ Ռուսաստանը առաջ էր քաշում, ընդունելի չէր, կարծում եմ, մեզ համար, այդտեղ կային որոշակի, այսպես, նորից եմ ասում, մեկնաբանությունների մասին է խոսքը։ Կային որոշակի այսպես արտատարածքային ինչ-որ, հա, Միջանցքի տրամաբանության տարեր։ Մինչև հիմա էլ ընդդիմություն դրա մասին խոսում է, անգամ պնդումներ կան, որ Թրամփի ուղին էլ է ենթադրում Միջանցք։ Այնինչ, այո, այնինչ տրամաբանությունը լրիվ հակառակն է։ Իրականությունը հակառակն է, որովհետև հենց Թրամփի ուղին է, որ բացառում է այդ արտատարածքային Միջանցք հասկացությունը շատ պարզ պատճառով, որովհետև ամբողջությամբ, տեսեք, այնտեղ
երկրի սուվերենությունը դրվել է որպես սկզբունք, նշվել է, որ երկրի օրենքներն են գործելու այդ միջանցքի վրա եւ որևէ ռազմական ուժային բաղադրիչ որևէ պետության այդ ճանապարհի վրա չի լինելու, մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանի սահմանապահ զորքերը, հա, իրենց ՖՍԲ-ին պատկանող այդ զորքերը պետք է որոշակի դերակատարություն ունենային, ըստ այդ պայմանագրի իրենք պետք է ռուսերեն այսպես է գրված կոնտրոլ նад տրանսպորտным сообщением։ Սա նույնպես իդեպ արտատարածքային տար ինքնին չէր պարունակում, բայց փաստ է, որ փաստորեն այլ երկրի ուժային կառույցները, հա, կառույցներից մեկը որոշակի դերակատարություն պետք է ունենար, իդեպ իրենք այնպես էին մեկնաբանում, որ ստացվում էր արտատարածքային նաև, հա, այսպես ասած ճանապարհ է սառումով։ Իսկ այստեղ նման բան չկա, այստեղ ընդհանրապես ինչ կարող է լինել։ Այստեղ կարող է լինել հայ-ամերիկյան այդ կոնսորցիումի շրջանակներում որոշակի, այսպես ասենք, Միացյալ Նահանգների կողմից մասնակցություն օպերացիոնալ խնդիրները լուծելու առումով։ Այդ դեպքում, պարոն Վարդանյան, ո՞րն է խնդիրը, որ հատկապես ընդդիմությունը թշնամացել է տեսակ օգոստոսի 8-յան իրողությունների հետ, ստորագրված փաստաթղթերի հետ եւ մասնավորապես շատ է խոսվում թրիփի մասին, այ ասվում է, որ դա ենթադրում է անարգել ճանապարհ, ինչպես գիտեք, այդ անարգել բառը շոշափվեց եւ այսպես շրջանառվեց, ամենատարբեր մեկնաբանություններ դրան տրվեցին։ Այսինքն ինչու ընդդիմությունը ամեն դեպքում հաստ չէ այս իրողությունների հետ եւ Թրամփի ուղին մեկնաբանում է ամեն կերպ, անգամ պնդում են, որ դա կրկին միջանցք է պարզապես Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողությամբ եւ նաեւ Ռուսաստանը ինչպես է վերաբերվում այս իրողություններին, նկատի ունեմ, որ այստեղ Ռուսաստանի դերակատարությունը զգալիորեն փոքրանում է։ Բնականաբար Ռուսաստանը իհարկե չէր ուզի նման բան լինել, բայց Ռուսաստանը կարծում եմ պետք է հաշտվի իրողությունների հետ։ Եվ նաև գիտեք, արդեն քանի որ սա կայացած փաստ է, որ այո, Ռուսաստանի դերակատարությունը նվազում է, առանց Ռուսաստանի մասնակցությամբ է այս ամենը տեղի ունենալու, բայց Ռուսաստանը այս դեպքում կարող է գոնե ակնկալել ինչ որ տնտեսական օգուտներ ստերից։ Եվ Հայաստանը ասում է, որ դա շատ հնարավոր է։ Նման հայտարարություն նաև Օվերչուկն էր արել, եթե չեմ սխալվում, որ իրենք պատրաստվում են մասնակից լինել։ Այո, դե, այսինքն հիմա այս իրավիճակում պատկերացրեք, այսինքն դուք չեք կարողացել այնպես անել, որ դուք գրավիչ լինեք, որ ձեր առաջարկները կողմերի համար գրավիչ լինեն։ Եվ արդյունքում դուք ինչը հիմա պետք է ուղղակի վերցնեք եւ հակադրվեք, ինչ եք ստանալու դրա արդյունքում։ Իսկ ինչ կարող են։ Ոչ մի բան։ Իսկ այսպես տնտեսական օգուտներ կարող են ստանալ, այսինքն այդ ճանապարհներից մեկը, հա, կարող են նաև, այսպես ասած, գնալ դեպի Ռուսաստան եւ Ռուսաստանը առևտրային այդ, այսպես ասած, հա, կոմունիկացիաներից կարող է ուղղակի ֆինանսապես օգտվել եւ բնականաբար դրանով որոշակիորեն նաեւ, այսպես ասած, ապահովել իր մասնակցությունը։ Այսինքն պարզ է, որ Ռուսաստանը այնպես չի, որ ամբողջությամբ լքում է տարածաշրջանը։ Պարզ է նաեւ, որ Ռուսաստանը ունի որոշակի գործիքներ, գործիքակազմ դեռևս Հայաստանի նկատմամբ այսպես ազդեցություն ունենալու։ Դե օրինակի համար նախ արդեն նշեցինք տնտեսական կախվածությունը։ Դա գործիք է, դա լուրջ գործիք է։ Երկրորդը Ռուսաստանը ունի ռազմաբազա Հայաստանում, սա նույնպես գործիք է, սա քաղաքական գործիք է, սա հոգեբանական գործիք է։ Իսկ Ռուսաստանը կարող է այդ գործիքները կիրառել նույն Հայաստանի Հանրապետության դեմ եւ կամ ուղղակիորեն նկատի ունեք, այսինքն, հա, որպես ռազմական գործիք դժվար թե։ Դե նախ կոնտինգենտը շատ սահմանափակ է, երկրորդը դա արդեն, չգիտեմ, կդիտարկվի որպես ուղղակի, հա, ներխուժում սուվերեն պետության տարածք եւ բացի այդ կան որոշակի պայմանավորվածություններ նաև միջազգային հարթակում Ռուսաստան, Միացյալ Նահանգներ օրինակ, հա, այսինքն այնպես չէ, որ
Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ չի խոսում եւ այնպես չի, որ Ռուսաստանը ինչ որ ակնկալիքներ չունի նաեւ Միացյալ Նահանգներից, նաեւ այլ առումներով, չէ՞։ Մենք պետք է ամբողջ պատկերը տեսնենք։ Այսինքն դու չես կարող միտեղ խախտել պայմանավորվածությունները եւ այնպես անել, որ դա չանդրադառնա այլտեղ քո վրա, հա։ Մի քանի այսպես թրեքեր կան, մի քանի ճամբարներ կան, մի քանի աշխարհակաղակական, այսպես ասած, հա։ Բայց ամեն դեպքում այդ գործիքները ինչպես կարող է մեր դեմ կիրառել, պարոն Վարդանյան, կարող է թե չէ։ Նույն տնտեսական գործիքը, ռազմաբազայի գործիքը, որ նշեցիք։ Գիտեք, դա ավելի շատ, այսպես ասենք, հա, հոգեբանական ազդեցության գործիքներ են։ Ինչ որտեղ ես իհարկե չեմ բացառում, որ օրինակ տնտեսական գործիքները ամենածայրահեղ դեպքում կարող են օրինակի համար հետևյալ կերպ կիրառել, բարձրացնել գազի գինը, օրինակ։ Այնպես անել, որ եւ դրա օրինակները կան, չէ՞, ասենք չնայած շատ այսպես սահմանափակ դեռևս ծավալի են եղել, որ օրինակ Հայաստանի ապրանքները մեկ էլ իրենք ասեն, որ ամբողջությամբ թունավոր են, անպիտան են եւ այլն, հա, եւ խոչընդոտներ ստեղծեն փաստորեն հայկական ապրանքներ ռուսական շուկայում սպառելու առումով, կամ միգրանտների խնդիրը բարձրացնեն, հա, մի օր ասեն, որ չգիտեմ, խստացնում ենք ռեժիմը, հայ միգրանտները օրենքներ են խախտում եւ այլն եւ այսպես այնպես անեն, որ դա խնդիր լինի։ Այսինքն, որ Հայաստանը մտածի, օ, հիմա փաստորեն դա դժգոհություն կարող է առաջացնել, այստեղ շատերը բնականաբար տնտեսական օգուտներ են ստանում, հա, ապրելով Հայաստանում, իրենց բարեկամները այնտեղ աշխատում են, հարազատները եւ գումար են ուղարկում։ Մի խոսքով, այսինքն կարող է որոշակի այսպես լարվածություն առաջացնել, սա սոցիալ-տնտեսական նաեւ բնույթի։ Բնականաբար նաև գազի գնի թանկացումը կարող է առաջացնել սոցիալ-տնտեսական էլի բնույթի խնդիր, որոշակի դժգոհություններ, որոշակի լարումներ, ասենք, հա, տնտեսության հարված դա կարող է որոշակիորեն լինել։ Բայց բնականաբար դրան կարծում եմ նաև Հայաստանը պետք է պատրաստ լինի եւ վաղուց է, որ այդ ամեն ինչը այդ պոտենցիալ բաները կան, հա, ռիսկերը կան եւ կարծում եմ, որ որոշակի քաղաքականություններ տարվել են եւ տարվում են մինիմիզացնելու այդ բոլոր ռիսկերը։ Տեսնում ենք, որ օրինակ այսօր տնտեսական այդ դիվերսիֆիկացիան խորանում է։ Տեսնում ենք, որ որոշակի այսպես հետաքրքիր արդեն հարաբերություններ կան տարբեր եվրոպական պետությունների հետ, նույն իրենց Եվրամիության հետ որպես ամբողջություն, որպես սուբյեկտ, օրինակ, չգիտեմ, մեր ձկները, ձկնամթերքը ինչ որ արդեն, հա, որ կարծես թե չգիտեմ, հատուկ ինչ որ պայմաններով վաճառվում են Եվրամիության շուկայում, օրինակի համար, եւ կամաց պետք է բնականաբար շատացնել նման բաները, երևույթները եւ հասկանում ենք նաեւ, որ հայկական ապրանքների մի զգալի հատվածը չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին եւ այստեղ իհարկե Եվրամիության հետ շատ սերտ աշխատանք պետք է տարվի, որպեսզի նրանք օգնեն հայկական արտադրողներին եւ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության այն առումով, որ այդ ստանդարտները հնարավորինս կարճ ժամանակահատվածում արդեն մեզ համար, այսպես ասած, կիրառելի լինեն, այսինքն այն առումով, որ բարձրացնեն որակը եվրոպական ստանդարտների, հա, տարատեսակ այդ աջակցության միջոցով, ինչ որտեղ նաեւ միգուցե որոշ դեպքերում արտոնյալ այսպես պայմաններ ստեղծելու առումով, հա, այսպես ասած ավանսով որոշակի օգնություն ցուցաբերելով, որոշակի ֆորատալով, ինչպես ասում են, սա հնարավոր տարբերակներ են, բնականաբար պետք չի մոռանալ նաև ռազմատեխնիկական առումով դիվերսիֆիկացիայի մասին եւ այստեղ էլ կան լուրջ հաջողություններ կարծում եմ եւ շատ բան բնականաբար նաև մենք չգիտենք, որովհետեւ պարզ է պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերը չէ, որ հրապարակային են, բայց կարծում եմ, որ
այս առումով աշխատանքները շարունակվում են եւ խորանում են։ Պարոն Վարդանյան, տեսեք, վարչապետի Մոսկվա այցելությունները միշտ երկու մոտեցմամբ են ընդունվում եւ հիմնականում քաղաքագետների մի մասը եւ կամ քաղաքական դաշտի մի մասը սուր քննադատում է վարչապետի Մոսկվա այցելելու համար, մյուս մասը պնդում է, որ Մոսկվա կարելի է գնալ միայն այն դեպքում, եթե վարչապետը որոշակի ինքնիշխանության բարձրացման առումով ինչ որ քայլի է հասնելու, սահմանապահներին զվարթնոցից հանել է եւ նման քայլեր են մեջբերում։ Հիմա ինչ ակնկալել վարչապետի այս այցից եւ այս քննադատությունները նաեւ ինչի մասին են։ Այսինքն վարչապետը պիտի Մոսկվա առհասարակ այց չկատարի։ Տեսեք, մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ անհնարին է չունենալ հարաբերություններ Ռուսաստանի հետ, անհնարին է որ չկատարել այդպիսի այցեր։ Ինչու՞։ Արդեն մի քանի բան նշեցի, ուղղակի այսպես թարմացնենք, հա, այսինքն նախ տնտեսական կախվածություն։ Շատ քիչ երկիր կա աշխարհում, որ այդ չափի տնտեսական կախվածություն ունի Ռուսաստանից։ Ուզենք մենք թե չուզենք, դա իրողություն է եւ ինչպես նշեցի, դա գործիք է նաեւ Ռուսաստանի ձեռքում Հայաստանի նկատմամբ որոշակի այսպես ճնշումներ իրականացնելու առումով, հա։ Եվ բնականաբար, այսինքն դու պետք է փորձես այնպես խոսես, այնպիսի հարաբերություններ հաստատես, որ Ռուսաստանը այդ գործիքը չօգտագործի, շահագրգռված չլինի օգտագործելու մեր դեմ, որովհետև ինչ որտեղ նաև ինքը շահում է նաև, չէ, այդ հարաբերություններից, դա միակողմանի չէ, այսպես ասենք։ Եվ բացի այդ, այսինքն այդ ռազմական բաղադրիչի մասին արդեն խոսեցինք, հա, ու ընդհանուր առմամբ դեռևս, թեև պաշտոնապես հայտարարվում է, որ մենք արդեն խաղաղության, այսպես ասած, դարաշրջան ենք մտել, որ արդեն խաղաղությունը իրողություն է, բայց ամեն դեպքում, տեսեք, որպես փորձագետներ, հա, մենք մի քիչ ավելի պետք է երևի թե զգուշ, մի քիչ ավելի սկեպտիկ լինենք նման հայտարարություններ անելիս, ինչ առումով, որովհետև դե այնուամենայնիվ, սա իհարկե տառակերություն չէ, բայց խաղաղության պայմանագիր դեռևս չի ստորագրվել։ Խաղաղության պայմանագիրը նախ է ստորագրվել է։ Եվ մենք դեռ նոր ենք, դեռ 3 շատ խորքային կոնֆլիկտի մեջ էինք, չէ, Ադրբեջանի հետ, հա։ Այս պահի դրությամբ դեռևս հարաբերություններ պաշտոնական, դիվանագիտական հաստատված չեն։ Մեր սահմանները դեռևս փակ են։ Այսինքն ամեն դեպքում չենք կարող դեռևս բացառել, հա, որ ինչ որ խնդիրներ կարող են նաև դեռևս լինել անվտանգության հետ կապված, անվտանգային դաշտում, անվտանգային ոլորտում, եւ բնականաբար նաև գիտենք, որ Ռուսաստանի համար ձեռնտու է, որ գոնե ինչ որ նվազագույն առումով կոնֆլիկտային հարաբերությունները պահպանվեն։ Եվ այս առումով մենք բնականաբար պետք է փորձենք նվազեցնել նման տեսակի ներգրավվածությունը Ռուսաստանի։ Իսկ մենք դա կարող ենք։ Մենք կարող ենք դա նվազեցնել։ Եվ նաև կուզենամ Ռուսաստանի խոսույթի մասին խոսեք։ Խոսույթ է փոխվել, Ռուսաստան սկսել է Հայաստանի հետ այլ քաղաքական լեզվով խոսել, այսպես ասեմ, ինչ որ իմաստով հավասարը հավասարի նման վերաբերվել։ Որոշակիորեն զգացվում է նման ռետորաբանության այո փոփոխություն, դե դա պայմանավորված է նրանով, որ հիշում եք Բելարուսի նախագահ ասեց, ну куда вы денетесь, հա, ուր պետք է գնաք էլի, ու մեկ էլ բոլորը տեսան, որ есть куда деться։ Կան տարբերակներ հարաբերություններ հաստատելու բազմաթիվ կենտրոնների հետ եւ հնարավորինս նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից եւ ընդհանրապես այդ ԱՊՀ երկրներից ընդհանուր առմամբ, բայց խոսքը իհարկե հիմնականում Ռուսաստանի մասին է։ Տեսեք, արդյոք մենք կարողանանք նվազեցնել նման ռիսկերը։ Արդեն իսկ կարողացել ենք որոշակիորեն, որտեղ երբ որ դուք խոսում եք այն մասին, որ որոշակի ռետորաբանության փոփոխություն է տեղի ունեցել, եւ մինչ այս պահը, տեսեք, Ռուսաստանը ամեն դեպքում նույն գնով դեռևս շարունակում է վաճառել գազը մեզ, չէ՞։ Այսինքն այնպես չի, որ շուկան փակ է Հայաստանի համար եւ մի խոսքով, այսինքն
բավականին դեռևս այսպես կայուն ըմբռնելի, այսպես ասած, փոխըմբռնելի հարաբերություններ են։ Եվ Հայաստանը անընդհատ փորձում է ցույց տալ եւ դա ճիշտ ճանապարհ է, որ որևէ տեսակի վտանգ Ռուսաստանին ներկայացնող Հայաստանից չի լինելու։ Սա շատ կարևոր բան է։ Սա հենց այնպես չի։ Այսինքն դա Ռուսաստանի համար արժեքավոր բան է, էլի, հա։ Եվ դրա համար եմ ասում, այսինքն դու պետք է փորձես ցույց տալ, որ իմ հետ նորմալ հարաբերություններ ունենալով դու շահելու ես։ Եվ հակառակը, եթե վատ հարաբերություններ լինեն, այնպես չի, որ դու այսպես շահեկան ես դուրս գալու, դու էլ տուժելու ես, հա։ Դրա համար են նաև այս այցերը նաև անհրաժեշտ, հա։ Ես հասկանում եմ որտեղից է գալիս նման քննադատությունը, բայց կոնտեքստի մեջ պետք է նայել։ Մեր այս կոնտեքստում ներողություն մենք մեզ դեռևս չենք կարող թույլ տալ այն հարաբերություն, այն վերաբերմունքը, այսպես ասենք, այն վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, ինչը իրեն կարող են թույլ տալ, օրինակի համար կենտրոնական Եվրոպայում գտնվող պետությունները, չենք կարող։ Վաղը մյուս օրը, այո, եթե այ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, կախվածությունը թուլանա Ռուսաստանից, նվազի, նվազագույնի հասնի, կոնֆլիկտը ամբողջությամբ լուծված լինի եւ այլն, եւ այսինքն դրանով այդ ամեն ինչով ինչ է տեղի ունենալու, Ռուսաստանը զրկվելու է մեզ վնասելու գործիքներից։ Այս է։ Եվ հակառակը շահագրգռված է լինելու այսպես նորմալ հարաբերություններ ունենալ, որոշակի օգուտներ ստանալ, չէ՞, եւ այո, այս դեպքում արդեն մենք կարող ենք այսպես շլրիվ դիստանցավորված ձևով, ամբողջությամբ ինտեգրված լինելով եվրոպական, քաղաքական, սոցիալական, տնտեսական համակարգերի հետ արդեն գործել ավելի վստահ կերպով։ Օրինակ, օրերս Գյումրու քաղաքապետը նշեց, որ Հայաստանը պիտի պարտադիր միութենական կազմի մեջ մտնի Ռուսաստանի հետ, հետո ինքը իրեն հավելեց, որ Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում, որ մի հատ էլ դրան ընդդիմանա, ներողություն եմ խնդրում իր բառերով ասած, ովքեր սրան ընդդիմանան թրքահապատակ շանվորդի են իր բառերով ասած։ Այս խոսույթը ինչ միտում ունի եւ արդյոք այս խոսույթը հիբրիդային պատերազմի տար կարող ենք համարել, թե սա իրականում նաև արտացոլում է իր մեջ հենց Ռուսաստանի ցանկությունները, բայց ամեն դեպքում այս մասին խոսում է Գյումրու քաղաքապետը, այս դիլեման եւ այս խնդիրը ինչպես հասկանալ հատկապես նախընտրական շրջանում, եւ սա միակ դեպքը չի, երբ Գյումրու քաղաքապետի օրինակ շուրթերով հնչում է նման հայտարարություն։ Հիբրիդային հարձակումները իհարկե նման բաներ ենթադրում են։ Այսինքն ինչ է սա նշանակում է, որ երբ որ որևէ սուբյեկտ հիբրիդային հարձակում է իրականացնում ինչ-որ պետության նկատմամբ, ինքը բնականաբար այս կամ այն ձևով դա անպայման չի ուղղակիորեն լինի, կարող է անուղղակիորեն լինել, համագործակցում է, այսպես ասած, իրեն լոյալ, իրեն դրական համարող, իր հետ որոշակի կապեր ունեցող, դա կարող է լինել տնտեսական կապեր, կարող է լինել ինչ-որ, չգիտեմ, լոգիստիկ, հոգեբանական, գաղափարական եւ այլն, հա, կապեր, անձնական կապեր ունեցող սուբյեկտներին։ Կոնկրետ այս դեպքում բնականաբար Հայաստանում մենք դա գաղտնիք չէ, ու ակնհայտ նաեւ տեսնում ենք, կան պրո-ռուսական քաղաքական ուժեր, պրո-ռուսական գործիչներ։ Վտանգավոր չի, որ Վարդան Ղուկասյանը ըստ էության երկրորդում է Լուկաշենկոին, դուք հիշեցրեցիք Լուկաշենկոյի հայտնի արտահայտությունը, հիմա ասում է Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում։ Դե ասում եք վտանգավոր է, բնականաբար դա հասկանում եք խնդիրը շատերն ասում են, հա բայց ինչ է ասում, որ ասենք որոշները ասում են, որ օրինակ Հայաստանը Եվրամիության անդամ պետք է դառնա, չէ՞, իշխանությունները օրենք են ընդունել, ըստ որի մենք գնում ենք դեպի Եվրամիության անդամ դառնալու այդ ճանապարհով, չէ՞։ Հիմա այս մարդն էլ ասում է, ես ռուս, բելարուս միության մաս եմ ուզում, որ Հայաստան լինի։ Ի՞նչն է խնդիրը ստեղ։ Առաջի հայացքից կարող է իսկապես ոչ մի խնդիր այստեղ չլինել։ Հա, դիրքորոշման հարց է հիմա։ Բայց ամբողջ խնդիրը այն է, որ Եվրամիությունը ինքնիշխան ազատ պետությունների
դեմոկրատական պետությունների միություն է։ Այնտեղ չկա մի պետություն, որը մյուսներին թելադրի ինչ-որ բան, օգտագործի իր անձնական ինչ-որ խնդիրների համար, այնտեղ չկա մի պետություն, որտեղ իշխանություն լինի մեկը կամ մի քանիսը, որոնք ամբողջ իշխանությունը կենտրոնացնում են իրենց ձեռքում եւ իշխանությունը օգտագործում են իրենց անձնական նպատակների համար, իրենց ընտանիքի, իրենց անձի եւ այլ եւ այլ։ Չկա այնտեղ նման բան, հասկանում եք։ Եվ այնտեղ կա, այսինքն ժողովրդավարություն, զարգացում, ազատություն, հա, սա լրիվ այլ բան է։ Պետությունը, երբ որ մտնում է Եվրամիություն, միության անդամ է դառնում, ինքը այնտեղ որպես անկախ, այսպես սուբյեկտ, հա, կարողանում է ավելի լավ զարգանալ, օրինակ լավ պայմաններ են ստեղծվում զարգանալու համար, թե տնտեսական, թե, չգիտեմ, ասենք, նույն հոգևոր զարգացման առումով, հա։ Ընդունված է ասել, որ այնտեղ զուտ ուղղակի նյութական բարեկեցության հետևից են գնում, ոչ։ Առաջինը հենց հոգևոր զարգացումն է, այսինքն իսկ ինչա հոգևոր զարգացումը, երբ որ մարդը ազատ կարողանում է ապրել, չվնասելով ուրիշներին, զարգանալ, իրավունքները պաշտպանել իր եւ հասարակությունները օգնում են, ոչ թե խոչընդոտում են, պայմաններ են ստեղծում, որպեսզի յուրաքանչյուր անձ իրեն լավ զգա, կայանա, ինքնադրսևորվի, չէ՞, այս ամեն ինչը Բելարուս Ռուսաստան միության մեջ չկա։ Բելարուս Ռուսաստան միությունը սրա հակառակն է։ Ինչի մասին։ Ամեն առումներով։ Այսինքն այնտեղ կա ինչ, այնտեղ կա մեկ խմբի ինչ որ մի հատ առանձին էլիտայի շահեր, այդ առանձին էլիտան էքսպլուատացիայի ենթարկում այդ մեծ տարածքի վրա գտնվող ամեն ինչ, տնտեսական ռեսուրս, մարդկային ռեսուրս եւ այլն եւ այլն, օգտագործում է իր անձնական խնդիրները լուծելու համար, իր ընտանիքի այս լայն առումով, այդ կլանի, հա եւ այլն։ Պարզ է, մենակ խնդիրը Պուտինը չէ կամ բանը չէ, հա, Լուկաշենկոն չի միայն, հասկանալի է, շատ ավելի մարդիկ կան, որոնք այդ ամեն ինչից օգտվում են։ Եվ վերջի վերջո Ռուսաստանը մեզ դիտարկում է, ես իդեպ իմ գործընկերոջ հետ Միքայել Զոլյանի հետ մի քանի հետազոտություններ են կարել, թե ինչպիսին է Ռուսաստանի դիսկուրսը Հայաստանի վերաբերյալ։ Ռուսաստանի դիսկուրսը կոլոնիալ դիսկուրսին բնորոշ դիսկուրս է, իմպերիալիստական կոլոնիալ։ Նրանք ամբողջ օրը ասում են, որ եվրոպացիներն են կոլոնիալ բան եւ մենք հակակոլոնիալ ինչ-որ քաղաքականություն պետք է վարենք, այնինչ լրիվ հակառակն է, հենց իրենք են։ Իրենք Հայաստանը չեն դիտարկում որպես անկախ սուբյեկտ, հայ ժողովրդին չեն դիտարկում որպես այսպես կայացած անկախ ժողովուրդ։ Իրենք ասում են, լսեք, դուք, մենք ենք ձեզ ստեղծել։ Դուք պետք է պարտական լինեք մեզ։ Իսկ դուք, չգիտեմ, ուր եք ուզում գնալ, հա, դուք եղել եք մեր տարածքում, մեր պետության մեջ, ռուսական կայսրություն, խորհրդային միություն, հա, եւ հիմա հանկարծ ուզում եք ինչ-որ գնալ եսին որտեղ, իրենց պատկերացմամբ, հա, մենք թույլ չենք տա։ Այդ է նրանց դիսկուրսը եւ միջև հիմա էլ շարունակվում է, թեև իհարկե ես համաձայն եմ ձեր հետ, որ վերջի շրջանում պաշտոնական մակարդակով ռետորաբանության որոշակի փոփոխություն կա, բայց եթե նայում ենք տարատեսակ ռոպագանդիստների դիսկուրսները, հա, կարող է մի քիչ մեղմել են հիմա այսպես կոնյունկտուրային առումով, բայց իրենք միշտ էլ շարունակել են այդ կոլոնիալ դիսկուրսը Հայաստանի նկատմամբ, այսինքն Այն ինչը որ ասվում է պարոն Ղուկասյանի կողմից, դա նշանակում է ուղղակի լինել Ռուսաստանի հպատակ, կորցնել սուվերենություն, կորցնել ազատություն, այսինքն մարդիկ այդ միության մեջ ազատ չեն, հա, այն նույնիսկ այդ միության կենտրոններում ապրող մարդիկ ազատ չեն, հա, ասենք Մոսկվա, չգիտեմ, Մինսկ, Պետերբուրգ եւ այլն։ Ու մնաց որ ծայրամասերում իսկ պարզ է, չէ, որ այս դեպքում մենք ոչ թե լինելու ենք, ասենք Մոսկվայի տեղը, այլ լինելու ենք
այդ միության կամ այդ Ռուսաստանի այդ պրոյեկտի, կայսերական պրոյեկտի ծայրագավառը եւ իդեպ հարվածներ ենք նաեւ ստանալու բոլոր նրանցից այդ դեպքում, հա, ասենք, որոնք Ռուսաստանի հետ խնդիրներ ունեն, որոնց հետ Ռուսաստանը խնդիրներ ունի, առաջի հերթին, այսինքն ծայրամասերն են հարվածներ առաջի հերթին ստանում։ Մենք դա նաեւ տեսանք ռուս-ուկրաինական պատերազմի տիրույթում, չէ՞, որ օրինակ, չգիտեմ, այդ Ռոստովի մարտակ այդ մի խոսքով։ Պարոն Վարդանյան, հիմա վտանգավոր չի, որ այս խոսույթին հերիք չի աջակցում են ներքաղաքական որոշ շրջանակներ, նույն խորհրդարանական ընդդիմությունը եւ էլի այլ ուժեր արտախորհրդարանական, բայց նաեւ սրան սատարում է եկեղեցին, մայրաթոռը եւ բարբերաբար նույն կաթողիկոսը իր մոտեցումն է այս առումով հայտնել եւ նաեւ հիմա հակասությունները իշխանության հետ հենց այդպես էլ մեկնաբանվում են եւ նաեւ կխնդրեմ ամեն դեպքում մեկնաբանեք թե ինչով էր պայմանավորված այդ հայտնի բողոքի ակցիան դեսպանատան դիմաց Հայաստանի Հանրապետության, որտեղ հոգեվորականները դժգոհում էին իրավապահ համակարգից Հայաստանի եւ պահանջում էին Աջափահյանին ազատ արձակել։ Ուրեմն Ռուսաստանում բողոք որպես այդպիսին առանց կենտրոնական իշխանությունների թույլտվության, այսպես ասած, դաբրոյի անհնարին է իրականացնել։ Մենք տեսել ենք վերջի շրջանում ինչ է լինում այն մարդկանց, այն սուբյեկտների հետ, որոնք բողոքում են Ռուսաստանում, որևէ հարցի վերաբերյալ։ Նույնիսկ ոչ թե բողոքում են, այլ այսինքն դուք չեք էլ տեսնում, որ նրանք բողոքում են, բայց ըստ իշխանությունների նրանք բողոքում են, որովհետև օրինակ ինչ որ միտեղ ուղակի կանգնած են, ուղակի, հենց այնպես։ Հա? Այսինքն սա նշանակում է, որ բնականաբար այդ եկեղեցականների բողոքը առնվազն չի հակասում Ռուսաստանի, այսպես ասած, հա, քաղաքականությանը, մտադրություններին, նրանց ցանկություններին եւ այլն եւ այլն։ Այսինքն նրանք մտածում են, որ դա հավելյալ գործիք է ճնշում բանացնելու համար Հայաստանի նկատմամբ։ Բնականաբար ես նորից եմ ասում, դա պետք չի այնպես դիտարկել, որ այ իրենք հրահանգստացել են, դուրս են եկել, չէ։ Իրենք գիտեն, որ դա դուր է գալու Ռուսաստանին, որ դա խնդիր չի նրանց համար ստեղծելու եւ հակառակը, եւ դրա համար դուրս են եկել։ Իրենք գիտեն, որ այդպես է լինում։ Եթե իրենք սիգնալներ ստանային, որ չէ, չի կարելի, դա հարվածում է մեր շահերին եւ այլն, բնականաբար իրենք նման բան չէին անի։ Վերջին շրջանում շատ ենք տեսնում ցուցարար հոգեվորականներ, ամեն դեպքում այս երևույթն էլ արդեն տարօրինակ չէ։ Դե տեսեք, դուք ասում եք ինչ բաներ կան, վտանգներ էստեղ կան, ամեն դեպքում հետեւյալ բանը ֆիքսենք, հա, իրենք քաղաքացիներ են, հիմա կոնկրետ այն դեպքում, չգիտեմ, Ռուսաստանի քաղաքացի են թե որ, հա, բայց երբ որ Հայաստանում դուրս են գալիս ինչ որ բողոքի, եկեղեցականը ունի իրավունք բողոք արտահայտելու։ Ինքը քաղաքացի է։ Այլ բան, երբ որ, տեսեք, եկեղեցու ղեկավարությունը մի կողմ դնելով այն հանգամանքը, որ եկեղեցին բոլոր հավատացյալների եկեղեցին է, իսկ հավատացյալները ունեն տարբեր դիրքորոշումներ, տարբեր հարցերի վերաբերյալ, չէ՞։ Իրենք վերցնում են կոնկրետ մեկ դիրքորոշում, սկսում են պաշտպանել այդ դիրքորոշումը, պարզվում է նաև, որ այդ դիրքորոշումը փոքրամասնության, հասարակության ինչ որ մի խմբի փոքրամասնության բանն է վայելում, այսպես ասած, հա, աջակցությունն է վայելում, եւ հակադրում են փաստորեն այդ խմբին մնացածներին, մյուս բոլորին իմ կարծիքով մեծամասնությանը, հա, բայց նույնիսկ եթե մեծամասնություն չներ, միևնույն է, այսինքն ինչ որ մի մեծ խմբի դու հակադրում ես, եւ հակադրում ես շատ ծայրահեղ ձևով, շատ ծայրահեղ ձևով։ Եվ նաև, գիտեք ինչ, այսինքն մենք ունենք կոնկրետ օրինակներ, չէ, երբ որ ասենք պարոն Աջափյանի թեկուս кейսը եթե դիտարկենք։ Այսինքն մարդը չի հրաժարվում իր խոսքերից։ Անկամ դատարանում ասաց, որ չի փոշմանել, լավ է ասել։ Այո։ Այսինքն, եթե դու աջակցում ես այդպիսի բանին, հա, այսինքն եկեղեցու ղեկավարությունը աջակցում է, ասում են քաղբանտարկյալ է, բաց թողեք նրան։
նշանակում է դու աջակցում ես հակասահմանադրական, հակապետական խոսույթ եւ գործողություն։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ փաստորեն այդ մարդիկ, այդ եկեղեցու, ասենք, ղեկավարությունը ինքը չի դիտարկում պետությունը որպես արժեք։ Ինքը չի դիտարկում ժողովրդավարական պետությունը որպես արժեք։ Ինքը ապրում է իր յուրօրինակ պատկերացումների շրջանակներում աշխարհի վերաբերյալ։ Հա, իրենք մտածում են, որ ճիշտը այն է այն ինչ որ իրենք մտածում են։ Եվ դա պետք է լինի։ Պետություն, օրենքներ, ժողովրդավարություն դա ոչինչ է։ Բնակչության, չգիտեմ, մեծամասնության դիրքորոշում, կամք, ոչինչ է։ Ընտրություններ, արդյունքներ, ոչինչ է դա։ Իրենք գտնում են, որ իրենց մոտեցումը կյանքի վերաբերյալ պետք է առաջ մղվի։ Բոլոր հնարավոր տարբերակներով ինչ որ հնարավոր է։ Այսինքն ատելության խոսք են կիրառում, խնդիր չի իրանց համար, հա ինչ ա եղել, որ մեր ճշմարտության համար է իրենք ասում են։ Մենք այդպես բան, բայց ամբողջ հարցն այն է, որ ախր չէ որ նաև այ ամբողջ օրը, չէ, մենք տեսնում ենք, որ կան մեղադրանքներ եւ այդ մեղադրանքներին իրենք չեն կարողանում պատասխանել, չեն կարողանում հերքել, հա, որ իրենք չեն ապրում այդ հոգևոր կյանքով։ Շատ շատերը։ Ոստեղ հարցը ցակում մի վարքյան, այսինքն, եթե դու համ հոգևոր կյանքով չես ապրում, համ ասում ես, չէ, ես եմ ճիշտը եւ միայն իմ ճշմարտությունը պետք է բոլորին ուրեմն պարտադրել փաստորեն, հա, բոլոր տարբերակներով, որ ինչ տարբերակով էր հնարավոր է, այս արդեն մենք ուրեմն գործ ունենք այնպիսի երևույթի հետ, որը որևէ կերպով, հա, չի կարող նպաստել երկրի զարգացմանը, չի կարող նպաստել պետականությանը, բայց մյուս կողմից էլ, այս այստեղ եմ ուզում բերել, էլի, բայց եկեղեցին անջատ է պետությունից, վերջի վերջո։ Ինչի պետք է ինքը վտանգ ներկայացնի։ Ասենք այդ մարդիկ, հա, հակապետական են։ Բայց կաթողիկոսի շահը ամեն դեպքում ո՞րն է, պարոն Վարդյանը։ Չգիտեմ, ես ասում եմ ինքը այդպես է մտածում երևի թե։ Ուղղակի այդպես է մտածում հիմա շահը ո՞րն է, այսինքն ինքը մտածում է, որ այդպես իր դիրքերը կամրապնդվի եւ հակառակը ժողովրդավարության պարագայում իր դիրքերը թուլանում են։ Ինքը միգուցե ուզում է, որ, չգիտեմ, ինքը ունենա ինչ-որ շատ արտոնյալ կարգավիճակ, միգուցե մտավախություններ ունի, որ հետագայում կարող է ինչ-որ բաներ բացահայտվել, որ իրան դուր չի գա, չգիտեմ, հա, այսինքն, բայց անկախ ամեն ինչից, տեսեք, ոնց որ անմեղության կանխավարկածը դնենք, բան անենք, էլի հաշվի առնենք, ստեղ, կարող է զուտ ուղակի մտածողության խնդիր է սա, այսինքն աշխարհը այդպես է տեսնում։ Իր շահը այն է, որ ինքը ուզում է, որ իր պատկերացրած ճիշտը հաղթի, ինչպես քրեական ենթամշակույթի կրողների պարագայում պետությունը դա արժեք չէ, դա ոչ թե ես հիմա, տեսեք, ես ոչ թե գնահատական եմ հիմա տալիս, այլ նկարագրում եմ իրավիճակը, դա այդպես է։ Սովորաբար, այսինքն այդ մաֆիա, քրեական ենթամշակույթը, հա, այդ ամեն ինչը ինքը պետությունը չի ճանաչում։ Մենք գիտենք դրա մասին, չէ՞։ Բազմաթիվ հետազոտություններ կան այս առումով։ Ինքը այդ առումով հակապետական է, ինքը ասում է, որ պետությունը դա բռնություն է։ Հասկանում եք, պետությունը օգուտ չէ, ով է ասում, որ պետություն, այ պետք է այլ տեսակի հարաբերություններով կարգավորել հասարակական կյանքը։ Հիմա մոտավորապես նույն կերպ էլ փաստորեն եկեղեցու ղեկավարությունն է մտածում, որ այս ամեն ինչ որ տեղի է ունենում, սա մեր սրտով չէ, մեր փիլիսոփայության մեջ չի մտնում, այս ամեն ինչը հա կարող է պետությունը ուժեղացնում այդ ձեր պատկերացրած պետությունը, հա կարող է ժողովրդավարություն կա, մարդիկ արտահայտվում են բան եւ այլն, կարողանում են իրենց կյանքը վայելել, բայց ով ասել որ դա արժեք է։ Ով է ասել։ Արժեքը այս մեր պատկերացրած տարբերակն է, հիմա պետություն կլինի, չի լինի, դրանք հեճեական չեն։ Հեճեական չեն։
այ կարևորը որ այս օրինակ իրանց պատկերացմամբ համայնք, որը ղեկավարվում է եկեղեցու կողմից, եկեղեցին ճշմարտությունները իջեցնում է այդ համայնքին եւ համայնքը հնազանդվում է այդ ճշմարտություններին եւ ըստ ուրեմն եկեղեցականների փաստորեն ապրում է ճիշտ տարբերակով։ Ուղղակի այս դեպքում խնդրեմը գիտեք նաև որն է, որ նայեք, եթե օրինակ իսլամական ֆունդամենտալիստների մոտ, չէ, կամ ասենք օրինակ կան շատ այսպես ուղղափառ, շատ ծայրահեղական ցախականներ, կոմունիստներ, բոլշևիկներ, չէ, այս ժամանակին եղել են այդպեսին, որ իսկապես հավատացել են իրենց այդ գաղափարներին եւ օրինակ ստալինյան ռեպրեսիաները, չէ, ստալինյան ռեպրեսիաների մեծ մասը այդ մարդիկ արել են ոչ թե որ այ ինչ լավ է, հաճույք եմ ստանում, որ ինչ որ մարդկանց ես սպանում եմ, բան եմ անում։ Չէ, իրանք ասել են դա անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք այն լավ ապագան, որին մենք հավատում ենք ըստ մեր դոկտրինայի։ Այդպես է պետք պայքարել, բա ուրիշ տարբերակ չկա։ Կներեք, ժողովուրդ ջան, բայց մենք պետքա դες ռեպրեսիայի ենթարկենք, որովհետև այլ տարբերակ, օրինակ բուրժուազիայի դեմ պայքարելու, կուլակների դեմ պայքարելու չկա, հա։ Այդ ձեր այլախոհությունը վնասում է մեզ։ Ինքը ինչ որ կասկածներ է հարուցում մարդկանց մոտ եւ այլն, եւ մենք մեր այդ ապագան, մեր այդ նպատակին, մեր այդ ցանկալիին, որին մենք հավատում ենք, չենք կարող հասնել։ Բայց տեսեք մեր դեպքում կամ նույն ասենք իսլամական ֆունդամենտալիստները, չէ, մարդիկ գնում են իրենց պայթացնում են հավատալով, որ արժանանալու են դրախտի, ինչ որ մի հատ հիանալի կյանքի է ամեն ինչի արդյունքում, բայց այս դեպքում մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ չեն հավատում ախր իրանց ասածի, որովհետև եթե հավատային, ուրեմն օրինակ հստակ կպահպանեին կուսակրոնության, չէ, այդ բանը դրույթը, այսինքն կապրեին հնարավորինս այդ հոգևոր, չէ, կյանքով, նյութականը կդնեին ընդհանրապես մի կողմ, բայց տեսնում ենք, որ այդպես չի իրենց դեպքում, բայց միևնույն է, ուրեմն իրենք ինչ որ այլ տեսակի հավատալիք ունեն, անհնարինը չունենան, որը կարողա չի համընկնում հենց Քրիստոսի ուսմունքի հետ, չգիտեմ, նույն առաքելական եկեղեցու դոկտրինի հետ, բայց միևնույն է հավատալիքներ ունեն հավանաբար եւ դա է նրանց դրդում, որպեսզի իրենք այսպիսի նաեւ գործողություններ անեն եւ իրենք չեն օրինակ ես տեսել եմ տարիների ընթացքում օրինակ մեր առաքելական եկեղեցու տարբեր բարձրաստիճան, հա, ներկայացուցիչներ ռուս ուղղափառ եկեղեցու տարբեր ներկայացուցիչների հետ համատեղ ինչ որ միջոցառումներ են արել, ծրագրեր են արել եւ իրենք օրինակ ասել են, որ դեմոկրատիան դա մի հատ ահավոր բան է, որ արևմուտքը փտած է, որ պետք է դրա դեմ պայքարել, ասում եք իրանք նորմալ են նայում, որ բա իհարկե Ռուսաստանի հետ պետք է լինել, բա ում հետ պետք է լինել։ Իրանք մտածում են, որ Ռուսաստանը այն սուբյեկտն է, որը փաստորեն իրենց համար ատելի երևույթների դեմ իբրև թե պայքարում է։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ, կհանդիպենք։